Մեր հայրենակից ճարտարապետության դոկտոր պրոֆեսոր Գառնիկ Շահկյանի ոգի գույն կերպար գիրքն արդեն 1 տարի է ընթերցողի սեղանին է։ Այն արդեն ընդունվել է ընթերցողների ու հատկապես ուսանողների կողմից։ Գրքի շնորհանդեսը մայրաքաղաքում արդեն կազմակերպվել է։ 3 շնորհանդես կայացավ նաև Ալավերդիում, որտեղից հեղինակն սկսել է իր աշխատանքային գործունեությունը։ 1961-ից 63 թվականներին նա Ալավերդու գլխավոր ճարտարապետն է եղել։ Գառնիկ Շահկյանի նախագծերով հանրապետությունում կառուցվել են բազմաթիվ հուշարձաններ, բնակելի տներ, հյուրանոցներ, այդ թվում գրողների տունը Ծաղկաձորում։ Արդեն 43 տարի է Գառնիկ Շահկյանն ապրում եւ աշխատում է մայրաքաղաքում, բայց ասում է, որ այս ընթացքում երևանցի չի դարձել։ Հարազատ լորվա աշխարհի հողուջրի հետ կապերն այնքան ամուր են, որ անընդհատ հետ նայելու ցանկություն է առաջանում։ Այդ հետ հայացքների արդյունքը այն բազմաթիվ գրքերն են, որոնք նվիրված են ինչպես լորվա պատմամշակութային հուշարձաններին ու ճարտարապետությանը, այլ նաև հարազատ գյուղին, շնողին ու նրա մարդկանց։ Գառնիկ Շահկյանը 15 գրքերի, 250 հոդվածների ու բազմաթիվ մենագրությունների հեղինակ է։ Վերջին գիրքն ամփոփում է նրա վերջին տարիների աշխատանքները, որոնք վերաբերում են ճարտարապետությանն ու պատմագիտական ոլորտին։ Այդպես ագրեսիայի վտանգ կա, հատկապես այն հուշարձանները, որոնք գտնվում են ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, մեր պապենական տարածքներում, Թուրքիայի եւ այլը, որոնք ուծացման, ոչնչացման եզրին են, դրանց մասին անպայմանորեն պետք է խոսել, ներկայացնել եւ մեր ժողովրդին, հանրությանը, առավել եւս արտասահմանյան երկրների, նաեւ տարբեր լեզուներով ներկայացնել արտերկրի, որովհետեւ մեր հարևանները հատկապես ադրբեջանական, որոնք այդպես ագրեսիայի կուրս են վերցրել Արցախի հուշարձանների նկատմամբ, նրանք ինչ մեծ ընդգրկումով, տարբեր լեզուներով ողողում են աշխարհի տարբեր երկրները, հորդորելով, թե դրանք իրենց նախնիների, աղվանների թողաջառանգությունն են, իսկ աղվաններին նրանք համարում են իրենց նախահայրերը։ Հեղինակն անդրադարձել է նաև ժամանակակից հայ ճարտարապետությանը վեր հանել առկա խնդիրները։ Հայաստանի Հանրապետության բնակչության 1/3-ից ավելը կուտակվել է մայրաքաղաքում, որը ստեղծում է մեծագույն դժվարություններ, ասենք բնակարանային խնդիրներ, աշխատանքային եւ այլը։ Դա շատ բարդ խնդիր է, որը լուծման կարիք ունի։ Տարածքային առումով Երևանի մայրաքաղաքի հնարավորությունները սահմանափակ են։ Դրա համար այդ եղած թաղամասերը բնակելի խտացվում են բարձրակ շենքերով կառուցապատվում, որոնց կառուցապատման ժամանակ հաշվի չեն առնվում տեխնիկական, հակաերկրաշարժային եւ այլ բազմաթիվ խնդիրներ։ Գիրքը գիտական մեծ նշանակություն ունի, այն հիանալի ձեռնարկ է նաև ուսանողների համար։ Հայկական հանրագիտարների խմբագիրն ասում է, որ գիրքը նաև հանրագիտարանային նշանակություն ունի։ Վերջին տարիներին բավական սուղ ֆինանսական պայմաններում բավական շատ գրքեր են տպագրվում։ Տպագրվում են անգրագետ գրքեր, տպագրվում են տարածքներով գրքեր, տպագրվում են նաև լուրջ գրքեր, շատ լուրջ գրքեր, որոնց կողքից հենց այնպես անցնել չի կարելի։ Եվ ձեզ պիտի հաջորդ բանը հավաստիացնեմ, սիրելի հայրենակիցներ, սիրելի իմ լավ բարեկամներ, որ Գառնիկ Շահկյանի ոգի գույն եւ կերպար գիրքը մի հրաշալի գանձարան է, որի կողքից անցնել հենց այնպես չի կարելի։ Այս գրքով ժողովրդին ներկայացնում է մշակույթի մի հսկայական շերտ, մի գանձարան, որը կոչվում է հայ ճարտարապետություն, եւ ժողովրդին ասում է ժողովուրդ, սրանք մենք ենք ստեղծել, սրանք մեր սեփականությունն է։ Եկեք մենք սրանք նախ ճանաչենք, ճանաչելուց հետո տիրություն անենք, պահպանենք, եւ երբ որ կարողանանք ճանաչել եւ տիրություն անել, գուցե հնարավոր կլինի նաեւ, ինչպես ինքն է ասում, տուրիզմով, զբոսաշրջությամբ մատուցենք, փող աշխատենք եւ այլն։ Ոգի գույն կերպար գրքում նաև ճարտարապետությանը վերաբերող այնպիսի թեմաներ ու խնդիրներ են, որոնք երբևէ չեն ուսումնասիրվել, կամ էլ ուսումնասիրվել են թերի։ Նատալիա Ալեքսանդրովна, Տիտանյան, Լուրեր։